Քաղաքի կառավարման ծրագրերից, որոնք ունեն լավ գրացի մտքեր, գաղափարներ, միանալ այս թիմին, ոչ եվանում այս շինարարներին, որոնք տարիներ շարունակ փողոքում են, որ տենդերները մեջ են անում, միացեք այս թիմին, կհամոզվեք, որ չի լինելու նման բան, ոչ եվանում մշակութային քորթիշներին, ովքեր հիասթափությունից չեն ուզում ոչ մի տառ ասել, ոչ ընտրությունների վերաբերյալ, ոչ երկրի վերաբերյալ, հարգելիներս, ձեր տարի ուսանումը, և Գյումրի, և մեր թիմը, և մեր երկիրը։ Եվ ոչ եմ անում ի վերջո մեր քաղաքացիներին, որ ակտիվ մասնակցեն ընտրություններին, չեն ուզում մեր դաշինքին ձայնը տալ, թող գնանա ցանկացած ընդդիմադիր դաշինքի կամ կուսակցության ձայն տալ։ Միայն թե կարողանան Գյումրին իշխանազրկել քաղաքացիական պայմանագրում։ Քանզի այս պահին, քանի մենք այստեղ հավաքված ենք, իրենք զբաղված են կուլիսային պայմանավորվածություններով, որը կարող է աղետաբեր լինել մեր երկրի և մեր քաղաքի համար։ Ուրախ եմ բոլորիդ հետ շփվելով, ուրախ եմ, որ ձեր ժամանակը տրամադրեցիք մեզ լսելու համար, իմ կարծիքով մենք հասնելու ենք հաջողության։ Բարին ընդ ձեզ։ Բարև ձեզ սիրելի գյումրեցիներ, ողջունում եմ ձեզ, ես Դերենիկ Մալխասյան, Մայր Հայաստան դաշինքը շարունակում է իր վառ քարոզարշավը, կարելի ասել վառ բոլոր առումներով, թե բովանդակային մասով, թե տեսարժանության պահով, եւ ես ուրախ եմ, որ այստեղ հնարավորություն ընձեռնվեց ձեր հետ խոսելու, որովհետեւ սա իմ հարազատ թաղն է, այս խանութի հետևում 9 հարկաններ կային Լենինականի ժամանակ, մենք այդտեղ էինք բնակվում եւ մենք հիմա ինչ ծրագիր ենք առաջարկում։ Ես իզուր չհիշեցի երկրաշարժի հետևանքները, հիմա այդ շենքերը բնականաբար չկան։ Տեսեք, Կարեն Սիմոնյանի կողմից առաջարկվող ծրագիրը, Մայր Հայաստանի կողմից առաջարկվող ծրագիրը գալիս է վերականգնելու Լենինականի նախկին փառքը, արդյունաբերական կենտրոն, աշխատատեղեր, որտեղ մարդիկ ապրում էին ուրախ, ժամանակ ունեին հատկացնելու իրենց առօրյայից հասարակական կյանքին, եւ այս ծրագիրը ազատ տնտեսական գոտու միտված է զարգացնելու Գյումրին, ստեղծելու այնպիսի իրավիճակ, այնպիսի քաղաք ենք ուզում ունենալ, որ արդյունաբերությունը այստեղ ծաղկի, մարդիկ աշխատեն եւ դրա համար մենք ունենք նաև արդեն աջակցություն, մենք խոսում էինք, ծրագիրը ներկայացնելու ժամանակ, որ մենք նախնական պայմանավորվածություններ ունենք տարբեր երկրների եւ հատկապես, ես ուզում եմ շեշտել, հատկապես Ռուսաստանի Դաշնության գործարար շրջանակների հետ, ինչու ոչ նաև քաղաքական շրջանակների հետ, դուք տեսաք, աջակցությունը իշխող կուսակցության կողմից Ռուսաստանի եւ դա մեզ հույս է տալիս, որ մենք կարողանանք, եթե ընդդիմություն ենք, այդպիսի աջակցություն ենք ստանում, դու պատկերացրեք, եթե իշխանություն ունենանք, ինչ կանենք, ինչպիսի ներդրումներ կգան Գյումրի, այդ 500 միլիոնը, որ ասում ենք, լրիվ իրատեսական է, 15,000-ը, որ ասում ենք աշխատատեղերի մասին, բացարձակ իրատեսական է։ Ես կոչ եմ անում քվեարկել Մայր Հայաստան դաշինքի օգտին, որի առաջին համարը Կարեն Սիմոնյանն է։ Քվեարկեք համար 4-ի օգտին։
Ընկերներ, երթով շարժվում ենք դեպի Արցախ թաղամաս։ Պարոն Սիմոնյան, Esa առաջ են գնում գա։ Մեկը դենես կալու է չէ, ասես բա։ Այսինքն դեռ լապաչկա։ Ձեզ ողջունում եմ Հայ Հայաստան դաշինքը։ Ոչ ենք անում բոլորի մարտի 30-ին ակտիվորեն մասնակցել Գյումրուտի ընտրություններին։ Մեր տեխնացուն է Կարեն Սիմոնյանը, քննադեպի կառավարություն, իրացի որ փոխենք։ Նոր քաղաքապետ Գյումրեցիներին հաղթանակ Կարեն Սիմոնյան Մայր Հայաստան քվեաթերթիկ համար 4 միացիր որ փոխենք Բակը սաշե։ Քվեաթերթիկ համար 4 Կարեն Սիմոնյան։ Գյումրեցիներին Գյումրիին նոր քաղաքապետ Գյումրեցիներին հաղթանակ Կարեն Սիմոնյան Մայր Հայաստան քվեաթերթիկ համար 4 միացիր որ փոխենք Գյումրիին
30, Միաթերթիկ համար 4, Կարեն Սիմոնյան։ Նոր քաղաքապետ, գյումրեցիների հաղթանակ, Կարեն Սիմոնյան, Մայր Հայաստան, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Գյումրիին նոր քաղաքապետ, գյումրեցիների հաղթանակ, Կարեն Սիմոնյան, Մայր Հայաստան, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Կողմաս։ Շատ իրեն, դեպս։ Արգելի քաղաքացիներ, ճանապարհ երթերեցին մասից դուրս եկեք։ Բացա։ Անվտանգ եք տոշնյա։ Հայաստան դաշինքը ներկայացնում է Կարեն Սիմոնյանը, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Գյումրիին նոր քաղաքապետ, գյումրեցիների հաղթանակ, Կարեն Սիմոնյան, Մայր Հայաստան, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։ Գյումրիին նոր քաղաքապետ, գյումրեցիների հաղթանակ, Կարեն Սիմոնյան, Մայր Հայաստան, քվեաթերթիկ համար 4, միացիր, որ փոխենք։
հաղթանակ։ Կարեն Սիմոնյան, Մայր Հայաստան, Քվեաթերթի համար 4, միացիր, որ փոխել։ Դու որդին ես, մեր տարևը նաև քեզ Հարգելի հայրենակիցներ, հարգելի աջակիցներ, այս մասով Երևանախճուղում ավարտում ենք մեր քարոզարշավը, հիմա Մայր Հայաստանը Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ շարժվում ենք Արցախ խաղամաս, այնտեղ տեղի ունենալու երգ չէ, պարոն Սիմոնյան։ Բոլորս նստում ենք մեքենաները ու շարժվում ենք դեպի Արցախ խաղամաս։ Երեխեք օրինք ապրեցին նստեք։ Ես խոսամ բաղանական ես ինչ եմ ես։ Bazen karım var. Հարգելի հայրենակիցներ, ինչպես նշեցի, ավարտեցինք քարոզարշավը Երևանախճուղում, հիմա շարժվում ենք Արցախ թաղամաս։ Ես անդրադառնամ լայվի վերնագրին, որ ԿՊ-ն ջղաձգվել է Մայր Հայաստանի ծրագրերից։ Երեք տեսա, որ ինչ-որ մի ԿՊ-ական պատգամավոր, որի կարգավիճակը ուսապարկի կարգավիճակ է, սա իմ գնահատականը չէ, իրենց գնահատականն է, հա, իրենք էին իրենց ուսապարկի հետ նույնականացրել, հենց այդ երիտասարդը, ուրեմն ինչ է ասել այս երիտասարդը, ասում է այդ Ռուսաստանից մարդ են բերում, չգիտեմ ինչ են անում, ու խոսում է այն բանի մասին, որ Ռուսաստանը աջակցություն է հայտնել Գյումրու զարգացման ծրագրին, իշխանական կուսակցության մակարդակով, սրանից եթե չուրախանային, եթե իրականում երկրի մասին եմ մտածում, գոնե պետք է լռեին, երևի ասենք Էրդողանը աջակցություն չի հայտնել, դրա համար էլ իրենց շատ վատ են զգացել, դե մենք համագործակցում ենք մեր ռազմավարական դաշնակից պետության հետ, իրենք չգիտեմ ում հետ են համագործակցում, այնպես որ հարգելի տղաներ ու աղջիկներ, խնդրում եմ ձեզ համապատասխան կերպ պահեք, մի չղացկվեք, ընտրություններ են, ոչինչ կպարտվեք, խնդիր չկա, ամեն ինչ այս ընտրություններով չի ավարտվում, լավ մնացեք, կհանդիպենք հավանաբար Արցախ թաղամասում։